Մենակ մեզ մոտ բյուրեղավանում այսենց թարմ մսերով, խինկալի եւ լամաջով, համեցեք խինկալի համտեսելու։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, ուրեմն այսօր պատրաստելու ենք խինկալու ֆարշ, հələ նայեք ինչ միսա, տավարի միս եւ խոզի բոշ, այսպես սալոտ հատվածով, այսպես վերցնում ենք թարմ, տեղական, տնական, այսպես վերցնում ենք։ Ուրեմն նայեք, մենք վերցրել ենք 2 կիլո միս ենք վերցրել, տավար խոզը միասին։ Վերցնում ենք ուրեմն համեմ, ինչքան շատ վերցնեք, այնքան լավ համեմը։ Համեմը վերցրել ենք, սոխ ենք վերցրել 2 կիլոին 300 գրամ։ Ու սխտոր ենք վերցնում, սխտոր ենք վերցրել 30 գրամ, 2 կիլոին 30 գրամ սխտոր։ Ու այս միասին կտրտում ենք հիմա մանր, ու բոլորը միասին աղում ենք։ Այսպես կտրատում ենք, միատ նայեք ինչ միս է։ Ստե նայեք ինչ լավ միս է։ Կտրում ենք աղալու համար։ Այս չափերի կտրեք։ Ստե նայեք ինչ տավարի միս է։ Անպայման ջլերը հանեք, ինքը մաքուր տավարը որ մնա, միսը։ Մաքուր տնական միսը, այսպես խինկալու մսեր ենք պատրաստում բյուրեղավանում, համեցեք համտեսելու։ Նայեք ժողովուրդ ջան, ուրեմն հերթականությամբ ոնց եք աղում։ Առաջինը մենք աղում ենք համեմը։ Համեմը աղում ենք։ Համեմից հետո աղում ենք սխտորը, հետո սոխը, ու նոր միսը։ Սխտորից հետո սոխը։ Ուրեմն կես սոխը թողում ենք, որ վերջում աղանք, որ միսը չմնա մեջը։ Հիմա աղում ենք միսը մեր, ստե նայեք ինչ միս է։ Գնացինք աղալու։ Երկու կիլո տավարի մսին ավելացնում ենք 70 գրամ աղ, ավելացնում քաղցր բիբար 15-ից 20 գրամ, ավելացնում ենք սև բիբար, կծու սև բիբար 2 գրամ, ավելացնում ենք կարմիր կծու բիբար, նորից 2 գրամ, 2 կիլոին 2300 ջուր։ Այսքան 2300 ջուր։ 2300 ջուր։ Հիմա խառնում ենք այսպես։ Սոշնի ունենք ինչ ջուր, այսքան ջուր պետք է լինի։ Այսքան ջուրը լինի, որ ինքը սոշնի ունի։ Պատրաստ է մեր ֆարշը։